Ես կարծում եմ Ցուրիխյան արձանագրությունը մեր համար շատ լավ փաստաթուղթ էր, միայն այս մի կետից։ Եթե այս մի կետն էլ չլիներ, ինքը մեզ համար իսկապես լավ փաստաթուղթ էր։ Մենք ստանում էինք շոշափելի կարևոր բաներ, ինչ որ ուզում էինք, որտեվ Առանց տեսեք, մեզ համար Արցախի, կարևոր էր։ առանց Արցախի, Ինչպես առանց Արցախի։ առանց Արցախի, այո, այսինքն նա լրիվ առանց խնդիր էր մնում ու չէր բերվում հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ։ Մենք երկու փաստաթուղթ ստորագրվել, չէ՞, դիվանագիտական հարաբերությունների ուրեմն հաստատման եւ պետությունների միջև սահմանների ճանաչման կարծեմ։ Մի խոսքով երկու փաստաթուղթ։ Այսինքն մենք հասնում ենք մեր բուն հետապնդած նպատակին։ Հաստատում ենք դիվանագիտական հարաբերություններ, սահմանները բացում են եւ այլն։ Այսինքն այս համատեքստում անգամ եթե մեր ժամանակվա իշխանությունները արել են փոքր զիջում այդ պատմաբանների հանձնաժողովի տեսքով, կարծում եմ ինչ որ միտեղ գուցե արժեր։ Համենայն դեպս մենք ստանում ենք նորմալ փաստաթուղթ միջազգային նմանատիպ գործընթացներին հարիր փաստաթուղթ։ Թուրքիան ինչի չվավերացրեց, որովհետև պարզ է, որ Թուրքիան չի վավերացրել եւ դրանի պատասխան հետագայում ուրեմն բերվեց խորհրդարան, որպեսզի վավերացվի արդեն մեզ մոտ, բայց քանի որ Թուրքիան ընթացք չտվեց, երրորդ նախագահը Սերժ Սարգսյանը հետ կանչեց դա ուրեմն խորհրդարանից։